Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի լրագրի 2012-2013 ուսումնական տարվա առաջին թողարկումն է եթերում։ Բարի երեկո։ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի առաջին ստուդիան նոր ուսումնական տարում խոստանում է ձեզ հետաքրքիր տեսանյութեր երիտասարդական շնչով երիտասարդների մեկնաբանությամբ։ Երիտասարդությանը հուզող հարցերի պատասխանները մեր մեկնաբանմամբ մեր եթերից։ Նոր ուսումնական տարում նոր բարձունքներ գրավելու ձգտումով եւ նոր խոստումներով մեզ են միացել իրենց առաջին քայլերն անող մանկավարժականցի լրագրողները։ Միասին կատարենք բացահայտումներ, առաջնորդվենք միմիայն ճշմարիտ եւ անկողմնակալ փաստերով։ Միտքս թրջում է, խոսքս գալիս է, եւ ես կասեմ այն, ինչ արտար կգտնեմ։ Ես կփորձեմ լինել այն լրագրողը, որը իր հետ կբերի մութ ստվերում մնացած լույսը։ Կլինեմ այն լրագրողը, որը բարքանց ավելի տեղեկացված կդարձնի։ Ես կփորձեմ լինել օբյեկտիվ եւ վստահելի լրագրող։ Խոստանում եմ անկողմնակալ եւ հետաքրքիր տեղեկատվություն։ Ես կաշխատեմ բարձր պահել լրագրողի ստորագրության պատիվը։ Իսկ թե ինչ փոփոխություններով եւ նորամուծություններով դիմավորեց նոր ուսումնական տարին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը, դիտեք տեսաշարով։ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում մեկնարկեց 2012-2013 ուսումնական տարին։ Այս տարի մանկավարժականում ընդունելություն է կատարվել 35 մասնագիտությունների գծով։ Դիմորդների ընդհանուր քանակը բակալավրիատում 544-ն են, որոնցից ընդունելության շեմը հաղթահարել է 460-ը։ Այս ուսումնական տարում ըստ էության դիմումների քանակը եղել է 550, այդ քանակից 360-ը ընդունվել են եւ 96-ը ընդունվել են լրացուցիչ, ուրեմն դիմումների հաշվին։ Այսինքն եղել է, որ հանրապետության այլ բուհերից մրցույթով դուրս մնացած դիմորդները դիմել են նախարարություն եւ նախարարի թույլտվությամբ մեր բուհի թափուր տեղերը լրացրել են։ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում թափուր տեղերը այս տարի 182-ն են։ Դիմորդների հետաքրքրության պակասը նկատվել հատկապես կիրառական մաթեմատիկա, քիմիա, տեխնոլոգիա եւ ձեռնարկչություն, թարգմանչական գործ բաժիններում, իսկ փրկարարական գործ եւ կինեզոլոգիա մասնագիտություններով դիմորդներ ընդհանրապես չեն եղել։ Գաղտնիք չէ, որ Գյումրիի եւ Շիրակի մարզի շրջանավարտների մի լավագույն հատված, որը ըստ էության կազմում է թվով մոտ 250 երիտասարդներ, դիմորդներ դիմում են երևանյան բուհեր, գնում են Երևան սովորելու տարբեր հաստատություններում եւ այս իմաստով մարզի երիտասարդության թիվը ինչ որտեղ մասնագիտական առումով տուժում է, իսկ մենք խոսում ենք, որ պետք է բեռնաթափել մայրաքաղաքը եւ հետեւողական աշխատանք տանել մարզերում խնդիրների լուծման իմաստով։ Մեր բուհում նոր մասնագիտությունները կնպաստեն այդ խնդրի լուծմանը, մասնավորապես արդեն այս տարի զգացվում է քարտեզագրություն եւ կադաստրային գործ, տուրիզմ կամ սերվիս, կիրառական արվեստ, այդ նոր մասնագիտությունների գծով կարծես թե արդեն առաջընթաց կա։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս մոդայիկ համարվող մասնագիտություններն են հայոց լեզու եւ գրականություն, անգլերեն լեզու եւ գրականություն, նախադպրոցական մանկավարժություն, մեթոդիկա եւ իրավագիտություն բաժինները։ Որոշ մասնագիտությունների գծով ուսանողների թիվը ավելացել է, մասնավորապես նախադպրոցական մանկավարժություն եւ տարրական կրթության մանկավարժություն եւ մեթոդիկա այդ մասնագիտության գծով եւ որոշ մասնագիտությունների գծով իրոք լրացուցիչ երկրորդ փուլի ընդունելության հաշվին տեղերի քանակը ավելացվել է։ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի պրոռեկտոր Սամվել Ալեքսանյանը նոր ուսումնական տարվա ընդունելության արդյունքներից գոհ է։ Ինչպես միշտ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը նոր երիտասարդական ծրագրերով եւ ակտիվ ուսանողական միջոցառումներով նոր ուսումնական տարի է խոստանում։ Զարուհի Պնդուկյան, Արտյոմ Ադամյան, ԿՊՄ-ի լրագիր։ Նոր ուսումնական տարին կրթական բարեփոխումներին համապատասխան որակի ապահովման հստակ նպատակով։ Այս սկզբունքով սկսեց իր աշխատանքը Շիրակի մայրբուհը։ Մանկավարժականցի եւ ուսանողների եւ դասախոսների համար անակնկալները շատ էին, բարեփոխումները երբեմն կտրուկ, բայց եւ որակի բարձրացմանը նպաստող քայլերով։ Բուհի ղեկավարության կողմից խիստ տրվել է 8 ժամյա աշխատանքային ռեժիմը, ինչ որ պահանջվում էր ըստ օրենսգրքի աշխատանքային։ Իհարկե, ըստ աշխատանքային օրենսգրքի թույլատրելի է 1.5 դրույթ աշխատանք,
Սակայն այդ կեստրույք իրենց հիմնական աշխատանքից հետո է թույլատրելի։ Իսկ մեր հիմնական աշխատանքը մենք պատկերացնում ենք ժամը 9-ից մինչև 17-ը ընկած հատվածում։ 8 ժամյա աշխատանքային օրակարգը կվերահսկվի հսկիչ անցագրային կետի միջոցով գրանցված խախտումները նախ զգուշացումների, հետո նաև հեռացումների կարող են բերել։ Նաև ուսանողների մուտքը ելքը կֆիքսվի եւ նաև ուսանողների համար ներքին կարգապահական կանոններ գոյություն ունեն եւ դուրս գալով ներքին կարգապահական կանոններից նաև պատժի կենթարկվեն ուսանողները։ Մանկավարժականն այս տարի ուսանողներին ներկայացավ նաև 2 նոր մագիստրոսական բաժիններով։ Որոշեցինք մի քիչ այսպես մեր ամբողջ ներուժը կուտակել եւ կազմակերպել իրավագիտության գծով մագիստրատուրայի ուսուցումը։ Այս տարվանից ուսումնական հաստատություններում վարչական պաշտոններում աշխատել ցանկացողները շնորհիվ մանկավարժականի նոր բաժնի կարող են ստանալ մասնագիտական կրթություն ուսուցման գործը կազմակերպողի որակավորմամբ։ Ղեկավարները այսօր ունեն նոր գործառույթներ, կրթությունը կազմակերպման գործառույթներ, վարչական մի շարք գործառույթներ եւ այս բոլոր խնդիրները լուծման համար անհրաժեշտ են բարձր որակի մասնագետներ, ոչ միայն առարկայական ուսուցիչներ, այլ հենց իրենք կազմակերպչական, վարչական ոլորտի աշխատողներ։ Նորավարտ մագիստրոսների ուշադրության կենտրոնում կլինի նաև աշակերտների եւ ուսանողների առողջության պահպանմանը նպաստող միջավայրի ապահովումը։ Խնդրին մասնագիտական մոտեցում ապահովելու համար նոր ուսումնական ծրագրում նոր առարկաներ կդասավանդվեն, մանկավարժության նոր ճյուղը հասանելի եւ մատչելի դարձնելով նաեւ մանկավարժականցիների համար։ Սեպտեմբերի երկրորդ կեսից մանկավարժական բուհի մասին տեղեկություններ կհաղորդի նաեւ բուհի նոր էլեկտրոնային կայքը, որի միջոցով ուսանողները կարող են նաեւ պրոֆեսորադասախոսական կազմին հղել եւ ստանալ իրենց ուզող հարցերի պատասխանները։ Ինչ որ այս պահին մեզ համար տեսանելի է, բաց համակարգով կտրամադրվի ուսանողներին։ Սեպտեմբերին իր դռներն արդեն աշակերտների համար բացեց նաև Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային ավագ դպրոցը։ Բնագիտամաթեմատիկական եւ հումանիտար հոսքերի բոլոր ենթահոսքերում դասավանդելու են բացառապես Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի դասախոսները։ Ուսուցումը դպրոցում անվճար է, լրացուցիչ պարապմունքներ կանցկացվեն նաև հետագայում մանկավարժականում կրթությունը շարունակել պատրաստվող աշակերտների համար։ Բարեփոխումները մանկավարժականում այսքանով չեն սահմանափակվում։ Կրթության գործի կազմակերպման ոլորտում առաջատարներից մեկը լինելու հստակ նպատակով Շիրակի մայրբուհը պատրաստ է որդեգրել եւ կյանքի կոչել նոր գաղափարներ եվրոպական կրթական ընտանիքում իր հաստատուն տեղն ունենալու համար։ 2014 թվականին բուհը պետք է անցնի հավատարմագրման այդ բարդ ուղին եւ համոզված ենք, որ բոլորս մեկս մյուսինց թիկուն կանգնելով պետք է կարողանանք այդ ծանր բեռը տանել։ Իրականում բավականին բարդ եւ բավականին լուրջ գործընթաց է մեզ սպասվում։ Սա ընդամենը առաջին քայլերն են կատարված։ Լիլիթ Թովմասյան, Վահե Ադամյան, ԿՊՄ-ի լրագիր։ Շիրակի մայրբուհը իր ուսանողներին այս ուսումնական տարում ընդունեց վերանորոգված լսարաններով եւ համալրված նոր տեխնիկայով։ 22 օր տևած վերանորոգման աշխատանքներն ավարտված են։ Կատարվել է վերանորոգում ինստիտուտի 5 ֆակուլտետներում։ Վերանորոգում կատարվել է ինստիտուտին պատկանող ավագ դպրոցում, լրիվ նորացվել է սանհանգույցներով, լսարաններով։ Մանկավարժական ինստիտուտը եւս մի անակնկալ ունի ուսանողների համար։ Մուտքի մոտ տեղադրվել են հսկիչ անցագրային կետեր։ Այսուհետ ինստիտուտի ղեկավարության կողմից կհսկվեն կարգազանցության փորձ կատարող ուսանողների ամեն մի քայլը։ Յուրաքանչյուր ուսանող կստանա կոդավորված քարտ, որի միջոցով համակարգը կֆիքսի իրեն մուտքը եւ ելքը։ Այսինքն յուրաքանչյուր ամիսը մեկ հավանաբար կստուգվի ամբողջ բազան եւ հասկանալի կլինի, որ ուսանողները չեն հաճախել ընդհանրապես դասի կամ ունեն շատ բացակայություններ։ Տեղադրվել է թողարկման սարք, ինստիտուտի մուտքային թողարկման սարք 7000 հոգու համար նախատեսված քարտային համակարգով։ Գործելու է քարտային համակարգով, քարտերը լինելու են անվանական նկարներով, ամեն ուսանող եւ աշխատող ունենալու է իր քարտը իր համարով։ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում այս տարի նոր եվրոպական չափանիշներին համապատասխան հիմնանորոգվել է ընթերցասրահը, համալրված 70 նոր համակարգիչներով եւ բույքով։ Համակարգիչներով հագեցած գերհզոր կապին միացված համակարգչային լսարան է ստեղծված, քանի որ ուսանողները այսօր ընթերցասրահում աշխատելիս նաև կարող են օգտվել ինտերնետից, համապատասխան տվյալներ դուրս բերեն։
Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը չի դադարում զարմացնել ուսանողներին։ Անակնկալներն ու նորամուծությունները դեռ առջևում են, իսկ մեծ ուսանողներից մնում է միայն լավ սովորել։ Մնացած հարցերի մասին թող մտածի Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ղեկավարությունը։ Զարուհի Պնդուկյան, Վահե Ադամյան, ԿՊՄ-ի լրագիր։ Նոր ուսումնական տարին լավ լուրով սկսվեց Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի երկու ուսանողների համար։ Ամերիկաբնակ գյումրեցի Մարո Մադոյանը հայրենիքից հեռու ապրելու տարիներին հարազատ Գյումրուն եւ գյումրեցիներին ամենատարբեր օգնություններ տրամադրելուց եւ բազմաթիվ մանկապարտեզների դրամական աջակցություն ցուցաբերելուց հետո որոշել էր վճարել բարձր առաջադիմություն ունեցող, բայց սոցիալապես անապահով երկու ուսանողի ուսման վարձավճարները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրիում սոցիալ տնտեսական իրավիճակը վատ է եւ հատկապես դա ազդում է նաև ուսանող երիտասարդության վրա, Մարո Մադոյանը հաստատապես կանգ առավ, որպեսզի համագործակցությունը լինի սոցիալական բնույթի առաջին հերթին։ Մարո Մադոյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում արդեն 10 տարի հիմնել եւ ղեկավարում է Արձագանք բարեգործական միությունը գյումրեցիներին օգնություն ցուցաբերելու նպատակով, իսկ մանկավարժականի հետ Մարո Մադոյանին կապող շատ բան կա, ինչով էլ պայմանավորված է բուհի ընտրությունը։ Շատ կապեր կան Գյումրու մանկավարժական ինստիտուտի հետ, շատ մտերիմ հարազատներն են այստեղ եղել, հայրս է այստեղ աշխատել ժամանակին, գրեթե բոլոր մտերիմ մարդիկ, ովքեր Գյումրիում ապրել են, կապ ունեցել են մանկավարժական ինստիտուտի հետ, պես որ ինձ համար էլ հոգ է հարազատ տեղ է։ Մանկավարժականցի ուսանողներին մնում է նոր ուսումնական տարում մտածել միայն ուսման բարձր առաջադիմության եւ գիտության ոլորտում նոր նվաճումների հասնելու մասին։ Շատերը հենց ուսման վարձի պատճառով է, որ նույնիսկ լավ սովորող, բայց չեն կարողանում իրենց ուսումը շարունակել, մասնագիտություն ստանալ եւ հետագայում աշխատել։ Համար շատ շնորհակալ եմ ու շատ ուրախ եմ։ Մանկավարժականի եւ Մարո Մադոյանի համագործակցությունը կշարունակվի նաեւ հոգեբանության նոր ձեռնարկների եւ գիտամեթոդական գրականության փոխանակման համատեքստում, իսկ նրա հաջորդ այցելությունը Գյումրի եւ մասնավորապես մանկավարժական ինստիտուտ նախատեսվում է կազմակերպել ուսումնական տարվա ավարտին ավելի մեծ թվով ուսանողների հանդիպելու ու նրանց հետ համագործակցելու նպատակով։ Լիլիթ Թովմասյան, Արտյոմ Ադամյան, ԿՊՄ-ի լրագիր։ Շնորհավորում եմ մեր ուսանողներին ուսումնական տարվա արդիվ, ցանկանում եմ գիտելիքների պաշարներով լավ զինված, բեղնավոր ուսումնական տարի, գիտելիքների ձեռքբերման տարի։ Այս տարի նախորդի համեմատ էլ ավելի լավ լինի։ Հայ ժողովրդի մեծագույն առաքելություններից առաջինը, իմ կարծիքով, դա գիտության եւ կրթության նկատմամբ վերաբերմունքն է։ Հարգարժան գործընկերներ, սիրելի ուսանողներ, աշակերտներ, շնորհավորում եմ ձեզ գիտելիքի, գրի եւ տպրության օրվա կապակցությամբ։ Բոլորիս մաղթում եմ բեղմնավոր ուսումնական տարի լի հաջողություններով, ձեռքբերումներով։ Համոզված եմ, մեր հուսալի ապագայի գրավական է գիտակից եւ կիրթ սերունդ ունենալն է։ Սերունդ գիտելիքով, հաղթողի ոգով, հաստատակամությամբ։ Գիտելիքի եւ տպրության նկատմամբ մեծ սերն ու հավատը մեր ժողովրդի մեծագույն առաքինություններից մեկն է, որով նա առանձնացել եւ շահեկանորեն տարբերվել է մյուս ժողովուրդներից։ Կրթության եւ գիտության նկատմամբ հայ մարդու հոգացու վերաբերմունքը օտարներին միշտ ստիպել է հարգել իրեն։ Նորից շնորհավորում եմ բոլորիս, մաղթելով նոր բացահայտումներով լի ուսումնական տարի։ Նոր ուսումնական տարում Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի առաջին ստուդիան ձեզ ուսման ոլորտում նոր ձեռքբերումներ եւ նվաճումներ է ցանկանում, իսկ մենք եթերում կլինենք նաեւ հաջորդ կիրակից տեսություն։